Վարչապետը զրուցել է սպառողական շուկայում առկա բարձր գների մասին։ Իրակլի Կոբախիձեն պահանջել է ուսումնասիրել գործը, բացահայտել ենթադրյալ հանցագործությունը և ստեղծել քննչական հանձնաժողով այս ուղղությամբ։ Սոցցանցերում տարածված հայտարարության մեջ նա ասում է, որ բաշխման և շուկայական ցանցերի հետ գները նվազեցնելու նպատակով աշխատանքներն արդեն սկսվել են։ Կոռուպցիայի դեմ պայքարի և այս ուղղությամբ ընթացող հետաքննությունների մասին վրացական երազանքի առաջնորդներից մեկը Իրակլի Կիրցխալյան զրուցել է առաջին ալիքի եթերում։ Նրա խոսքով ոչ մի պաշտոն, այդ թվում քաղաքական, չի կարող լինել ինդուլգենցիա կատարված հանցագործությունը ծածկելու և հանցագործություններից ազատվելու համար։ Նա ընթացող հետաքննության վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին ևս պատասխանել է։ Ավիավթար Անկարայի մոտ դեպքի հետևանքով զոհվել է Լիբիայի բանակի հրամանատար Մուհամեդ Ալի Ահմեդ Ալ-Հադադին և նավակողին գտնվող ևս 7 մարդ։ Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է մինչ այս պահը։ Լիբիայում հայտարարվել է երրորդյա սուգ։ Այդ ընթացքում բոլոր պետական հաստատություններում դրոշները կիջեցվեն կիսակազմ, իսկ բոլոր պաշտոնական միջոցառումները կկասեցվեն։ Լիբիայի վարչապետը ավիավթարը որակել է որպես ողբերգական դեպք։ Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է Անկարայից մոտ 74 կիլոմետր հեռավորության վրա։ Նրա խոսքով ինքնաթիռը կապի կորուստից առաջ խնդրել էր արտակարգ վայրէջք։ Դեպքի առթիվ Անկարայի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննություն։ Ինչպես գրում է BBC-ն, Լիբիայի բանակի հրամանատարը և նրա թիմը գտնվում էին Թուրքիայում, երկու երկրների միջև ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման նպատակով բանակցությունները վարելու համար։ Թրամփի վարչակազմը արգելել է գլոբալ գրաքննչական արդյունաբերական համալիրի 5 գործակալների մուտքը Միացյալ Նահանգներ։ Նրանցից մեկը նախկին եվրահանձնակատար է։ Տեղեկատվությունը հրապարակել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։ Մենք կարդում ենք Մարկո Ռուբիոյի հայտարարությունը։ Ըստ Daily Signal-ի տեղեկության 5 անձանցից մեկը նախկին եվրահանձնակատար Դիերի Պրետոնն է, իսկ մյուսը Իմրան Ահմեդը, թվայինատելության դեմ պայքարի կենտրոնի գործադիր տնօրենը։ Երկու անձինք էլ ենթակա են արտաքսման ԱՄՆ-ից։ Տարածված տեղեկատվությամբ Բրետոնը հանձնարարել է Մետայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին և X-ի սեփականատեր Էլոն Մասկին ակտիվացնել պայքարը Իսրայել-Համաս պատերազմի մասին տարածված ապատեղեկատվության դեմ իրենց հարթակներում։ Պետքարտուղարը նշել է, որ իրենք պատրաստ են ընդլայնել այս ցուցակը, եթե այլ օտարերկրյա գործիչները չփոխեն իրենց ուղղությունը։ Ռուբիոյի հայտարարությամբ վիզայի չեղարկման հետ կապված սահմանափակումները կարող են վերաբերել նաև այդ անձանց ընտանիքի որոշ անդամների վրա։ Եվրոպայի ժողովուրդը ազատ և ինքնիշխան է։ Նրանք թույլ չեն տա ուրիշներին պարտադրել իրենց թվային տարածքը կարգավորող կանոնները, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։ Ուկրաինան պատերազմական պայմաններում քննարկում է ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Այդ մասին գրել է Դավիթ Արախամյան սոցիալական ցանցերում։ Ուկրաինայի օրենսդիր մարմնում ժողովրդի ծառա-ֆրակցիայի ղեկավարի հայտարարելով Ռուսաստանի լիամասշտաբ ներխուժումից հետո առաջին անգամ Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերսկսել է ընտրողների պետական գրանցամատյանի աշխատանքները, որը Արախամյայի խոսքով ընտրություններ անցկացնելու հիմնական պայմաններից մեկն է։ Պատերազմը մեծ ազդեցություն է ունեցել ժողովրդագրական ցուցանիշների վրա, և դա պետք է արտացոլվի գրանցամատյանում։ Այս ուղղությամբ շատ աշխատանք կա անելու, գրել է Արախամյան։ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության համաձայնագրի հասնել, և մենք լիովին համագործակցում ենք։ Գլխավորն այն է, որ Ռուսաստանը չխաբանի այս դիվանագիտությունը, ասում է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով ԱՄՆ-ից վերադառնալուց հետո լսել է Ուրստեմ Ումերովի և Անդրեյ Գնատովի զեկույցը և Վաշինգտոնը կրկին հավատարիմ է մնում համաձայնագրին հասնելուն։ Ուկրաինական ուժերը դուրս են եկել Դոնեցկի մարզի Սևերակ քաղաքից։ Գլխավոր շտաբի տեղեկատվությամբ ռուսական ուժերը զգալի առավելություն ունեն Սևերսկում մարդկային ռեսուրսների և սարքավորումների առումով։ Նրանք նաև հայտնել են, որ թվային գերազանցության և դժվարին եղանակի պայմաններում թշնամին վերջին օրերին առաջ էր շարժվում։ Ինչ վերաբերում է Սլավյանսկ քաղաքին, ինչպես նշվում է հայտարարության մեջ, այն մնում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։
Շպիգելը գրում է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև լարվածությունը մեծանում է։ Հրատարակության տեղեկությամբ Մակրոնը հայտնել է, որ օգտակար կլինի խոսել Վլադիմիր Պուտինի հետ, մինչդեռ Բերլինը հրաժարվել է մեկնաբանել հնարավոր բանակցությունները։ Կարծես թե այս նախաձեռնությունը համաձայնեցված չէ Մերցիի հետ, ուստի նա այլընտրանք չունի, քան չմեկնաբանել այս հարցը Բերլինի և Փարիզի միջև բաց հակամարտությունից խուսափելու համար։ Կարդում ենք հոդվածում, որտեղ նաև նշվում է, որ սա Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ևս մեկ անհամաձայնություն էր, որի թաքցնելը ավելի ու ավելի է բարդանում։ Չնայած պատժամիջոցներին, Եվրամիությունը ամեն տարի 100 միլիոնավոր եվրոյի արժողության ռուսական ձուկ է գնում, գրել է Եվրակտիվը։ Հրատարակության տեղեկությամբ, չնայած ներմուծումը կրճատելու փորձերին, ռուսական ձուկը դեռևս մտնում է եվրոպական շուկա, և դրա խոշորագույն ներմուծողներն են Նիդերլանդները, Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը։ Ըստ վիճակագրության, հանրային հայտարարություններում Եվրահանձնաժողովը հայտնում է, որ բավարար ջանքեր է գործադրել ռուսական ձկան օգտագործումը աստիճանաբար դադարեցնելու համար, իսկ ըստ պաշտոնական տեղեկատվության 2024 թվականին Եվրամիությունը Ռուսաստանից գնել է 709 միլիոն եվրո արժողության ձուկ։ Գրենլանդիայի վարչապետը հիասթափված է Դոնալդ Թրամփի կողմից ինքնավար տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերից։ Նիլսենի խոսքով Գրենլանդիան պատասխանատու է իր ապագայի համար, և նրա տարածքային ամբողջականությունն ու գրենլանդացիների իրավունքները չեն կարող անտեսվել։ Հարկ է նշել, որ հունվարին անցկացված հասարակական կարծիքի հարցման համաձայն Գրենլանդիայի 57 հազարանոց բնակչության բացարձակ մեծամասնությունը ցանկանում է անկախություն Դանիայից, սակայն չի ցանկանում դառնալ Միացյալ Նահանգների մաս։